Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մայիսի 14-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Համաշխարհային քաղաքային ֆորումում կքննարկվեն կայուն զարգացման կարևոր հարցեր։ Թուրքական աշխարհը մեր ընտանիքն է, Haber Global-ի տեսանյութը։ Մեծ վերադարձ պետական ծրագիրը շարունակում է ընդգրկել Ղարաբաղի մեծաթիվ բնակավայրեր։ Սլովակիան մնում է Ադրբեջանի հուսալի եւ հավասարակշռված գործընկերը եվրոպական շուկայում եւ մենք մտադիր ենք շարունակել ակտիվորեն զարգացնել այս գործընկերությունը։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ Ռիչարդ Ռաշին Ադրբեջանի խորհրդանի նախագահ Սայբա Գաֆարովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով Սլովակիան եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են եւ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը ցուցադրում է կայուն դինամիկա։ Այսօրվա իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ մեր հարաբերությունները ակտիվորեն զարգանում են տնտեսության խորհրդանական մակարդակի եւ մարդասիրական շփումների ոլորտում, նշել է Ռաշեն։ Սլովակիայի խորհրդանի նախագահը նաեւ հայտարարել է, որ իր այցի ընթացքում կրկին կայցելի Ղարաբաղ անձամբ ծանոթանալու վերականգնման աշխատանքների ընթացքին։ Ադրբեջանը որպես չմիավորման շարժման եւ COP29-ի նախագահող երկիր մեծ ներդրում է ունեցել գլոբալ հարավի զարգացման եւ նրանց հետ համագործակցության ամրապնդման գործում։ Մենք երկկողմ եւ բազմակողմ մակարդակով համապարփակ համագործակցություն ենք հաստատել գլոբալ հարավի երկրների հետ։ Սակայն մենք պետք է նաեւ ընդունենք, որ ապրում ենք գլոբալ անկարգության աշխարհում։ Բաքվի քաղաքաշինության շաբաթվա շրջանակներում գլոբալ հարավ ոչ կառավարական կազմակերպությունների հարթակի առաջին գլխավոր ժողովում ունեցած ելույթում նման կարծիք է հայտնել նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Նրա խոսքով ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ, մարտահրավերներ եւ նոր անորոշություններ։ Ցավոք պատմության ընթացքում, երբ ձևավորվում էր նոր աշխարհակարգ, գլոբալ հարավը սեղանի շուրջ չի եղել։ Հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գլոբալ հարավի ձայնը չի լսվել։ Աշխարհը ձևավորվել է առանց հարավի երկրների մասնակցության, ներգրավվածության եւ համագործակցության։ Հաշվի առնելով նրա ներկայիս ինտեգրման ներուժը եւ այն փաստը, որ աշխարհի բնակչության 80%-ը ապրում է հարավի երկրներում, մենք նոր աշխարհակարգի ձևավորման գործում չենք կարող դառնալ պարզապես դիտորդներ եւ հանդիսատեսներ։ Հարավի երկրները պետք է ակտիվորեն մասնակցեն դրա բոլոր գործընթացներին եւ նախաձեռնություններին։ Մինսկում Ադրբեջանի եւ Բելարուսի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում է անցկացվել։ Ինչպես հայտնել են պաշտպանության նախարարությունից, հանդիպանը պաշտպանության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ մամուլի քարտուղար գնդապետ Անարեյ Վազովը պատմել է 44-օրյա հայնական պատերազմի հակահաբեկչական եւ այլ մարտական գործողությունների ընթացքում ապատեկատվության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։ Կողմերը մտքերի փոխանակություն են անցկացրել ռազմավարական ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Թուրքական Haber Global հեռուստաալիքը տեսանյութ է պատրաստել թուրքական պետությունների կազմակերպությունում Ադրբեջանի դերի մասին։ Ռեպորտաժում մեջբերվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները թուրքական պետությունների կազմակերպության վերաբերյալ։ Թուրքական աշխարհը մեր ընտանիքն է, մենք այլ ընտանիք չունենք։ Այս ընտանիքը դեպի ապագա տանելու համար իհարկե համատեղ ջանքերը շատ կարևոր են, մեջբերվում է պետության ղեկավարի խոսքերը։ Ռեպորտաժում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանը 2025 թվականին Շուշայում կազմակերպեց ԹՓԿ-ի պետությունների ղեկավարների առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այս փաստը, որ հանդիպումը տեղի ունեցել օկուպացիայից ազատագրված Շուշա քաղաքում, դարձել է թուրքական պետությունների կազմակերպության երկրների համերաշխության խորհրդանիշը։ Հարավային Կովկասում Ադրբեջանի կողմից ստեղծված աշխարհաքաղաքական իրականության հիման վրա սկսվել է տարածաշրջանում համագործակցության նոր փուլ, նշվում է սյուժեում։
Ընդգծվում է նաև անցյալ տարվա հոկտեմբերին Կաբալայում կայացած թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովի կարևորությունը։ Նշենք, որ մայիսի 15-ին Թուրքեստանում կկայանա արհեստական բանականություն եւ թվային զարգացում թեմայով ԹՓԿ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Խանքենդին նախատեսվում է 80,000 բնակչությամբ զարգացնել որպես Ղարաբաղի հիմնական քաղաքներից մեկը։ Այս մասին Խանքենդիում անցկացված ազգային բիզնեսի զարգացման ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի Խանքենդի, Աղդերեի եւ Խոջալոյի շրջաններում հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։ Նա նշել է, որ քաղաքի գլխավոր հատակագծի վրա աշխատանքները գտնվում են վերջնական փուլում։ Նրա խոսքով գլխավոր հատակագիծը մշակվում է արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ։ Առանցքային ուղղություններից մեկը երիտասարդության քաղաքի հայեցակարգն է։ Յուսուբովը ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է հատկացվում քաղաքում կրթական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը։ Մասնավորապես զգալի հողատարածք է հատկացվել Ղարաբաղի համալսարանի համար, որտեղ նախատեսում է ստեղծել ուսանողների եւ դասախոսների համար ժամանակակից պայմաններ։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ Խանքենդին կզարգանա որպես ժամանակակից քաղաք կայուն ենթակառուցվածքներով եւ նախագծերի արագ իրականացմամբ։ Համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանի շրջանակներում Բաքվում առաջին անգամ 4 միջոցառում կանցկացվի։ Այս մասին հայտարարել է WUF 13-ի Ադրբեջանի օպերացիոն մենեջեր Էմին Հուսեյնզադեն։ Նրա խոսքով դրանցից առաջինը հանդիսանում է առաջնորդների գագաթնաժողովը։ Այս միջոցառումը կհավաքի պետությունների ղեկավարներին քաղաքային զարգացմանը վերաբերող կարևոր հարցերը քննարկելու համար։ Մեկ այլ միջոցառում կկենտրոնանա քաղաքային նոր օրակարգի վրա։ Մնացած երկու միջոցառումները կնվիրվեն քաղաքաշինության գործընթացում տեխնոլոգիաների օգտագործմանը։ Հուսեյնզադեն նշել է, որ WUF 13-ը տարբերվում է նախորդ համաշխարհային քաղաքային ֆորումներից։ Նշենք, որ WUF 13-ը Բաքվում կանցկացվի մայիսի 17-ից 22-ը։ Ֆորումն անցկացվում է ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրերի հետ Ադրբեջանի սերտ համագործակցության շրջանակներում եւ նպատակ ունի նպաստել կայուն քաղաքային զարգացման, խելացի քաղաքների եւ նորարարական քաղաքային լուծումների ոլորտում միջազգային փորձի փոխանակմանը։ Մեծ վերադարձ պետական ծրագիրը շարունակում է ընդգրկել Ղարաբաղի ավելի մեծաթիվ բնակավայրերը։ Խոջավենդի շրջանում վերաբնակեցման նոր փուլ է ընթանում։ Այսօր հարազատ վայրեր են վերադարձել 18 ընտանիք։ Կրմզի բազար Ավանի եւ Խոջավենդ քաղաքի բնակիչները ստացել են իրենց տների բանալիները։ Տասնամյակներ շարունակ իրենց հարազատ վայրերից հեռու ապրած մարդկանց համար տուն վերադառնալը երկար սպասված եւ խորապես հուզիչ իրադարձություն էր։ Այսօրը դարձավ արդարության վերականգնման, հերոսների հիշատակի եւ կյանքի նոր փուլի սկզբի խորհրդանիշ։ Կրմզի բազար Ավանի բնակիչ Շահիդ Շահալիևը նշել է Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ հերոսական բանակի ուժի շնորհիվ մեր հողերն օկուպացիայից ազատագրվեցին եւ այսօր մենք վերադառնում ենք հայրենի հողեր։ Նա ընդգծել է, որ այն ժամանակ, երբ լքեց այս վայրերը 20 տարեկան էր եւ հիմա վերադառնում է այստեղ իր ընտանիքի, կնոջը, 2 երեխաների եւ թոռնիկի հետ։ Վերադարձող ընտանիքների համար այս գործընթացն ունի անձնական եւ պատմական մեծ նշանակություն։ Տարածաշրջանում կյանքը վերածնվում է։ Ադրբեջանի հունահռոմեական ոճի մշամարտի հավաքականի ներկայացուցիչ Ալի Ջավադլն դարձել է Եվրոպայի չեմպիոն մինչև 17 տարեկան մարզիկների շրջանում։ 45 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող ադրբեջանցի ըմբիշը Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակում հանդիպել է ռուսաստանցի Ումար Բագատորյովի հետ։ Ջավադլն լիովին գերիշխել է մենամարտում եւ համոզիչ հաղթանակ է տարել 9-1 հաշվով նվաճելով մինչև 17 տարեկանների մայրցամաքային առաջնության ոսկե մեդալը։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևան.com կայքի Facebook-յան էջը։
Անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների միջնորդությամբ կայացած հանդիպման արդյունքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ստորագրված հռչակագիրը այսօր շարունակում են առաջ տանել թե Ադրբեջանի, թե Հայաստանի ղեկավարները։ Այս օրերին Հայաստանի տարբեր մարզերում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջ մղել խաղաղության եւ տարածաշրջանային կայունության օրակարգը։ Հաստատվել է խաղաղություն։ Եվ եթե մենք խաղաղությանը տիրություն չանենք, խաղաղությունը չի ապրի։ Իսկ եթե խաղաղությունը չապրի, Հայաստանի Հանրապետությունը չի ապրի։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Ղարաբաղի թեմային, ընդգծելով երկարաժամկետ խաղաղության եւ նոր բախումները բացառելու անհրաժեշտությունը։ Բայց նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Ղարաբաղը, Արցախը, Ղարաբաղը, Արցախը, Ղարաբաղը, բայց վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով է մի հատ բացատրեք ինչով է մեր եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, այդ է եղել, ինչով է մեր եղել։ Ինչով մի հատ բացատրեք ինչով, ընդեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք ընդեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել, մերը չի եղել, ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Այսօր խորհրդանական ընտրություններին ընդառաջ խաղաղության թեման շարունակվում է լայնորեն քննարկվել նաև հայ հասարակության շրջանում։ Բուրըն քննարկումների թեմա է դարձել նաև Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլեչի վերջին հայտարարությունը, ըստ որի Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումները։ 93 թվականներից Թուրքիան փակել է, չէ՞, ճանապարհները։ Հիմա որ ասում են ճանապարհները բացվեց, մենք թրքանալու ենք, ինձ շատ հետաքրքիր է։ Մեր շահերն է պաշտպանում, Թուրքիան որ չի բացում։ Այդ հարցն եմ էլի ուզում տամ նման միտք արտահայտողներին։ Շատ լավ կլինի, կզարգանա մեր երկիրը։ Մենք չտեսանք, գոնե մեր թորները տեսնեն։ Փաշինյանը։ Ինչու նրան։ Որտեղ սիրում ենք այդ մարդուն։ Մեր Հայաստանը ծաղկելու է մենակ թողել։ Իսկ այս թալանչիները այդ իրանց ունեցվածքի համար են սս կռիվանում։ Քոչարյանի ժամանակ ինչ բանով, երբ որ դատախազներ էին սպանվում ինքնուրույն, երկու կրակոցով իրանց սպանում էին, քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, սկսած Ստեփանակերտի քաղաքապետից, դրանք սպանվում էին, այդ խաղաղ ժամանակներ էր դա։ Մենք մեր վարչապետի հետ ենք։ Իսկ խաղաղության գործընթացում Անպայման առաջի հերթին խաղաղությունը։ միանշանակ 16-ին Նիկոլ Փաշինյան։ Ինչու նրան հատկապես ինչից եք գոհ։ Ամեն ինչից։ Երկրում առաջին հերթին խաղաղություն է, որը տարիներ ի վեր մենք երազել ենք։ Կապաշրջափակման մասին ինչ կասեք, երբ ճանապարհներ բացվեն, տնտեսությունը զարգանա հարևան պետությունների հետ։ Նրանք հարևաններ են եւ բոլորս պետք է հարևանների հետ ունենան կապեր, ինչ կապ ունի, ով է, ինչ է, եթե ճանապարհներն այդպես են անցնում մեր տնտեսության զարգացման համար, մենք պիտի այո հարևանների հետ իրականացնենք այդ արտաքին փոխադրումները։ Նշեմ, որ Եվրամիությունը ջերմորեն ողջունել է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի վերաբերյալ, այն գնահատելով որպես կարևոր եւ նշանակալի քայլ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բրյուսելում համոզված են, որ տնտեսական կապերի ակտիվացումը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը, փոխադարձ վստահության ձևավորմանը եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։